Ամեն բանից առաջ սիրելի եղբայրներ, քույրեր, եկեք սրտանց ասենք փառք Տիրոջը։ Գոհություն Աստծուն, որ Տերը մեզ գտավ ու Տերը մեզ բերեց մեզ հետ խոսելու համար։ Իրանի այն սրտին, որ կբացի իր սիրտը Տիրոջ առաջ ու Աստված իր կենթանարար խոսքը կդնի քո սրտի մեջ։ Այո, մեռած էինք, Տերը մեզ գտավ, հարություն տվեց, կորած էինք, գտավ, բերեց իր տուն ու գիտես մեզ ինչ ասեց։ Ոչ մի մարդ, ոչ մի վիճակ, ոչ մի կրոն չի կարող փոխել մարդու կյանքը, բացի խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսի ներկայությունից, գոհություն նրան։ Մի ոսկի համար կա, որի մասին ուզում եմ ձեզ հետ զրուցել, կիսվել, ինձանից շատ լավ գիտեք, գուցե եւ դուք էլ շատ անգամ կարդացել եք, բայց ես ուզում եմ այս անգամ այդ խոսքի առաջ փոքր ինչ կանգնենք, զրուցենք, կիսվենք ու հասկանանք, որ ու գիտակցենք, որ Աստծո խոսքի մեջ հոգի կա, ապրեցնող, գտնող, փրկող, տաքացնող, լվացող, մաքրող, Աստծո խոսքը այս հատկություն ունի։ Հավատալ ու հավատքի խոսքով ապրել սրանք տարբեր բաներ ա, եղբայրներ, քույրեր։ Հավատքը գործ ունի, հավատքը ծրագիր ունի։ Այսօր դու որ կանչվել ես Աստծո տուն, չես կանչվել միայն փրկվելու, այլ դու կանչվել ես նաև զինվորվելու, պատրաստվելու, որ նույն խոսքը հասցնես շատ ծարաված սրտերի, շատ կուրացած աչքերի, շատ խավարած մտքերի, որ մարդիկ լուսավորվեն ու գան դեպի ճշմարտությունը, նրա անունը փառավորվի։ Եղբայրներ, քույրեր, մի երկրում մի հատ մեր լեզվով ասած փոշտալյոն երեխա ալնամ, թերթ ծախող։ Այս երեխան իր ընտանիքը պահում է թերթ ծախելով։ Մի օր այնքան ցուրտ ալնեմ, անձրևախառը, ձնախառը եղանակ, մարդիկ աշխատանքից դուրս են գալի, շտապում են տուն, այս երեխուն համարում են առևտուր չի անում, թրջված, մրսած այս երեխեն սոված, մի անկյունում կանգնած, մտածում է այսօր ոչ մի բան չի արել, ինչ պետք է լինի։ Մոտենում է դիմացի ոստիկանին, ոստիկան կանգնած ալնում, այդտեղ ասում է, ստեղ կարող է լինել մի տեղ, որտեղ ես կարողանամ տաքանալ, աղքատ, սոված մերկ տղան կարողանա տաքանա, այս ոստիկանը նայում ասրան, ասպա, բա դու որտեղ ես քնում, ցույց տալի աղբամանը, ասպա, այստեղ եմ քնում, բայց շատ ցուրտ է։ Ոստիկանի միտքը շարժվում է, ջանին ցավա տալի մեր լեզվով ասած, ասում է, փողոց մյուս կողմը անցի, այն դուրը թակի քեզ մի բան կանեն, բայց որ դուրը բացեն իրանք ասես, Հովանես 3:16 եղբայրներ, քույրեր, շատերս հիմա անգիր ասեցինք այդ բառը ու շատ արագ անցանք, բայց ես չեմ ուզում մենք այս համարի կողքով արագ անցնենք, ինչպես որ մի անգամ էլի Սուրբ Գիրքը կարդում եմ, ես արագ եմ կարդում ընդհանրապես, հասա այնտեղը, որ Պողոս առաքյալն ասում է, ինչը մեզ կարող է ազատել Քրիստոսի սիրուց, խորությունը, բարձրությունը, լայնությունը, երկայնությունը, ներկա բաները, գալիք բաները, ոչ մի բանից չի կարող զատել Քրիստոսի սիրուց, երբ որ այդտեղ ու կարդացի Սուրբ Հոգին ասեց հլա կանգնի ու հետ գնա, հլա նորից կարդա ու արագ մի կարդա, երբ որ կամանց կարդացի ասեց, էտով ասեց, ասում եմ Պողոսը, իսկ դու կարող ես ասել հարց, եղբայրներ, քույրեր, այս երեխան լսում է ոստիկանի խորհուրդ հասնում է Պողոսի մյուս կողմը, դուրը թակում է։ Մի հատ կին է բացում դուրը, այս երեխան նայում է այդ կրոշն ասում է Հովանես 3:16։ Կինը ներս առնում երեխուն, տանում է մի հատ տակ վառարանի կողքին նստում է, այս երեխան որ տաքանում է իր մեջ ասում է, ես չգիտեմ ինչ է նշանակում Հովանես 3:16-ը, բայց հասկանում եմ, որ մրսածին տաքացնում է։ Եղբայրներ, քույրեր, ինչքան մեր նման մրսած մարդիկ կան դրսում, ինչքան մեր նման թրջված մարդիկ կան դրսում, ինչքան մեր նման ջերի մարդիկ կան դրսում, որ մեր կարիքը ունեն, այս բանի վկաները դուք եք, այսինքն ճշմարտության, բարի լուրի, ազատագրելու, խոսքը հասցնելու, մենք սրա համար ենք կանչվել, մենք չենք կանչվել միայն մեր փրկության հարցը ապահովելու համար, մենք կանչվել ենք գերիներին հասցնելու ազատության լուրը, որ Աստված սիրում է քեզ ու քո համար է խաչվել սիրելի եղբայր ու քույրիկ։
Մի քիչ հետո տանտիրուհին գալիս ասում է, բալես սոված կլնես։ Հաս այդքան էլ չեմ, թամեն 2 օր որ հաց չեմ ուտում։ Տանում է կուխնին։ Այս երեխեն կուշտ ուտում է ու նորից ասում։ Ես չգիտեմ ինչ է նշանակում Հովհաննես 3:16, բայց տեսնում եմ սովածին կերակրում է, փառք նրա անունին։ Ասում է մի որոշ ժամանակ ասում է, բալես արի գնանք, մի լավ լողացի կեղտոտ ես։ Տանում է բաղնիկ, մի լավ լողանում է, շորերը փոխում է, նորից գալիս է նստում, ասում է չգիտեմ ինչ է Հովհաննես 3:16-ը, բայց գիտեմ որ անմաքուրին մաքուր անում։ Մի քիչ հետո էլ արդեն ուշ է, տանում է մի տակ անկողին մոտ ու ասում է քնի բալես, ես քո համար է։ Էլի ես երեխեն իր մեջ ասում է, ես չգիտեմ ես համարի ուժը, կարողությունը, թե ինչ է նշանակում, բայց տենում եմ, որ անկողին չունեցողին, անկողին է տալիս։ Վերակենում առավոտն արդեն նորից գալիս են, որ հավաքվում են, նստում են, այս կինը մոտիկանում ասում է, բալես դու գիտես Հովհաննես 3:16 ինչ է նշանակում, ասում է չէ չգիտեմ, կինը սկսում է բացատրել, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Որ ամեն նրան հավատացող չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Եղբայրներ, քույրեր, մենք էլ կորած էինք, մեռած, ցեխի մեջ, ինչ կա աշխարհում։ Մի քիչ մեր ձևով ասեմ, աղբանոց է աշխարհ, ուրիշ բան չկա։ Զիբիլ աշխարհ, ուրիշ բան չկա։ Մարդիկ խարխափում են խավարով ու իմանալով թե ուր են գնում, բայց Աստված սիրեց մեզ ու մեզ ողորմություն արեց։ Ասում եմ հետևյալը, ինչքան մարդիկ կան, որ քո կարիքը ունեն, գիտես, սա էլ քո ծառայությունն ավետրանի լուրը մարդկանց հասցնելու։ Մարդիկ չունեն տակ անկողին, մարդիկ չունեն տակ ջերմություն, մարդիկ չունեն մեկը, որի հետ կարողանան կիսվել, զրուցել։ Բայց հայտնվեց Տեր Հիսուսը ու մեզ գտավ, ու մեզ ասաց ագրեց, ու մեզ ասավ ապրի։ Այդ ապրելու լուրը քո նման ինչքան մարդ կա գերի հասցրու նրանց։ Քո նման ինչքան ընկերներ ու քույրեր ունես, հարազատ ու բարեկամ ունես, որոնք այսօր ապրում են խավարի մեջ։ Մի ժամանակ դարձանք հավատացյալ, ընկերներս լքեցին մեզ, ինձ, ծեր էին առնում, վրես ծիծաղում էին, որ կողքներով նացնում էին, ասում էին, ես ուր ես գնում, ասում էի, այնտեղ, որտեղ դուք դուխ չունեք գալու, այ որ դուխ ունենաք կգաք, ասում էի տղերք, ձեր հետ ինչ կարեցել եմ, արել եմ, բայց փառք Աստծու, որ բրծանք այդ զիբլանոցից, բայց այսօր դուք այնքան լավ ընկերներ չեք, որ չեք ուզում մտածեք ես ուր եմ գնում, կարող է ես եմ ուրիշ տեղ եմ գնում, մոլորվել եմ, կորել եմ, դե եթե լավ ընկեր ես արի ես ուր եմ գնում, այս վերջի տարիներին արդեն սաղ էլ գիտեն ճշմարտություն է, որ ինձ տենում են, այն օրը մեկը մի հատ սենց սուրբ դկարա ճարել, Հիսուս եկել ասում է, ամջան ես քեզ եմ տալի, վեր գալ, ասի այդ ինձ պետք չի դա նկարա, նա կենթանի կա իմ մեջ, փառք Հիսուսին, հալելույա նրան։ Եղբայրս, քույրս, ասացիս միտքը, մարդիկ քո կարիքն ունեն, ասացիս միտքը, զինվորվի ավետարանով մարդկանց հասցրու ճշմարտությունը, որպեսի մեկ նրանց Աստծու չմնա։ Երկրորդ Թագավորաց 14:14 Աստված մարդի հոգին չի առնում, ապա հնարքներ որոնում, որ աքսորվածը իրենից աքսորված չմնա։ Այսինքն դու աշխարհինը չես, դու մոլորությանը չես, դու կորուստինը չես, դու նրանն ես, ու նա սիրում է քեզ, հանուն քեզ իր որդին զոհեց, որ դու կյանք ունենաս եւ ավելի։ Լինում է պարագաներ, հույսներս դնում ենք մարդու վրա, հույսներս դնում ենք հարազատի ու բարեկամի վրա, գալիս է ժամանակ բոլորն էլ մեզ թողում ու հեռանում են։ Մի հատ ընկեր ունեմ, ավետարանի խոսք իր այդ խոսում եմ, մի քիչ այնց նեղված է։ Այն օր ինձ ասում է, Արմյան, լատես ես ինչ երգ եմ գտե։ Բացում է ռուսերեն է խոսում։ Ասում է, ես աղոթեցի Աստծուն, կանչեցի Աստծուն, երգի բառերն է։ Ինձ թշնամիներից ազատի, հարազատներս ինձ լքեցին։ Այո, Սուրբ Գիրքն ասում է, մայրդ ու հայրդ էլ քեզ կթողեն, բայց ես քեզ բնավ չեմ թողի, փառք Տիրոջ անունին։ Եղբայրներ, քույրեր, թող զինվորվենք Տիրոջ խոսքով, լցվենք ավետարանի բարի լուրով ու գերի աշխարհին ասենք, որ Հիսուսը մեզ ուղարկել է մարդկանց բարի լուրը հասցնելու։ Սիրելիներ, մեր մոտ ուսանող երեխեք կային,
Միշտ այդ պատմությունը պատմում եմ, աղջիկ երեխա էր, մեր քաղաքից չէր, Դիլիջանից չէր։ Այս երեխու ապաշխարելով իրար կուրսում 15 երեխա ապաշխարեցին։ 15-ից բավականին շատերին ճանաչում եմ, եկեղեցու մեջ են, մայրեր են արդեն, դաժե տատիկներ ու թոռներ են։ Ասացից նպատակն ինչ է։ Ոմանքս սովորում ենք, ոմանքս աշխատում ենք, ոմանքս ուսանող ենք, դպրոցականներ ենք, բարի լուրը մենք կարողանում ենք հասցնել մարդկանց, որովհետև նրանք են գերի թրջված, մրսած, սոված, բոլորը։ Կարող է մարդը ամեն բան ունի, բայց մի բան չունի, Հիսուս չունի։ Ամեն բան ունի, բայց մի բան չունի, Հիսուս չունի։ Այս վերջի ամիսներին կնոջս այդ մեքենայով գնում եմ, այս բարեկները տեսան, որ տեսան սենց չես տարան, որ չես տարան, այս գիտես ասեց են ինչ արին, ասի պատիվ արան, ասեց բախի, ասի բա թագավորի տղայի անցնում, ուզում է չես չտան, փառավորվի Հիսուսի անունը, դու թագավորի տղա ու աղջիկ ես, իսկ ինչքան աղջիկներ ու տղաներ կան գերի, որոնք տիրոջ կարիքն ունեն, եղբայրներ, քույրեր, թող Տերը մեզ զորացնի ու համարի հոգին լցվի մեր սրտի մեջ, Աստված այնպես սիրեց աշխարհը, աշխարհի մեջ մեղավորին գտավ ու ասեց ապրի, ինչքան մարդիկ կան, մենք սրա համար ենք կանչվել, Աստծո խոսքը հասցնելու խավարած սրտերին, Աստծո խոսքը հասցնելու կուրացած աչքերին, որտեղ Տերը կուրին աչք կա, կաղին ոտք, մեռածին հարություն, Տերը մեզ ողորմություն անի։ Երկիրը անցնում է, գալիս է Տիրոջ օրը, ու ինչքան մարդիկ կան, որ չտա Աստված, կարող են դուրս մնալ։ Թող մեր սրտերը լցքավորվի Աստծո կենթանի խոսքով, որ մենք էլ ավետարանի բարի լուրը հասցնենք մարդկանց։ Տերը օրհնի զորացնի մեզ։ Ամեն։